Ուրեմն կարճ ժամանակ է մեզ համար, որ մեր մեջ ունենք Տեր վաճականին, դերևս միայն կիրակի օրերն ենք իրեն հանդիպում, որովհետև ամբողջ շաբաթվա ընթացքում ծառայում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, եւ այս կարճ ժամանակի ընթացքում Տեր վաճականը մի երկու կարևոր եւ ավել, բայց երկուսը մենք ենք տեսնում, կարևոր հատկանիշներ ունի, նախ իր խոնարհությունն է, զսպվածությունը, համեստությունը, որով կարողացել է մեր սրտերը գրավել։ Եվ այս կարճ ժամանակի ընթացքում մենք Տեր վաճականին մինչև քահանա դառնալն էլ քիչ շատ է ճանաչում ենք, բայց որպես քահանա վստահ եմ դուք էլ սիրեցիք, ընդունեցիք եւ իր օրհնությունն էլ վայելեցիք։ Եվ այսօր սիրելիներ, մեր Տեր վաճականը մատուցում է իր հրաժեշտի պատարագը, որովհետև ամենայն հայոց հայրապետի կողմից նշանակվել է Ռումինիայի հայոց թեմ, եւ վստահ եմ, որ իր ծառայությունը նույն խոնարհությամբ, նույն զսպվածությամբ եւ կազմակերպվածությամբ եւ խաղաղությամբ, ինչը հատուկ է իրեն, պիտի կարողանա մատուցել նաեւ Ռումինիայում, այնպես որ կուզեմ այսօր պատարագին նաեւ աղոթեք մեր Տեր վաճականի համար եւ այսօր պաստորեն ստացվում է իր մեզ մոտ գոնե այս պահին վերջին պատարագը, այնպես որ պատարագի ավարտին էլ կմոտենաք, կհամբուրեք Տեր վաճականի աչը, հետո կուզեք թուշը կհամբուրեք եւ կմաղթեք, որ Աստված իրեն զորավիք լինի։ Տեր այջան, ամեցի քո օրհնությունը տուր մեր ժողովրդին։ Շնորհակալ եմ Տեր հայր, գերաշնորհ Սրբազան հայր, հոգեշնորհ հայր Սուրբ, սիրելի հոգևոր եղբայրներ եւ շատ սիրելի հավատավոր ժողովուրդ։ Իրապես պահը հուզիչ է, բայց ինչպես մեր եկեղեցու իմաստությունն է ասում, որ մարդիկ ծրագրում են, սակայն Աստված է տնօրինում։ Եթե լիներ իմ ցանկությունը, ապա ես միշտ պետք է ցանկանայի ծառայել հայրենիքում, առավել եւս Արցախում, սակայն այս շրջանին կարծում եմ, որ Աստված ինձ պիտանի է տեսել մեկ այլ վայրում եւ աղոթքս է, որ Աստված հնարավորություն տա շուտապույտ վերադառնալ եւ որպես հոգեվոր հովիվ այս համայնքին ընդունել Արցախում ուխտավորաբար։ Իմ շնորհակալությունն եմ հայտնում Անուշավան Սրբազանին եւ եկեղեցու հոգեվոր դասին, որ շատ ջերմ եւ եղբայրաբար ընդունեցին ինձ։ 2 տարիներ ես այստեղ ինձ զգացի ինչպես իմ տանը եւ կարողացա ձեռք բերել այնպիսի փորձառություն, որ հայաստանյան շատ քիչ եկեղեցիներ է տալիս այդ փորձառությունը այսպիսի մեծ ու նվիրյալ համայնքի արկայության պարագային։ Այսօրվա ընթերցվածներից մեկի մեջ Սուրբ Հակոբոս Առաքյալը դիմելով մեզ ասում է, որ Եղիան մեզ նման մարդ էր, ենթակա կրքերի, սակայն նա աղոթեց եւ 3 տարի անձրև չտեղաց։ Սիրելիներ, այսօր մեր եկեղեցին հիշատակում է Եղիա մարգարեի տոնը, որ հոգեգալստից հետո առաջին կիրակի օրին է դրված եւ առանձնանում է մնացած բոլոր սրբոց տոներից, որ տոնվում է Կիրակի օրը։ Իհարկե բացի Աստվածամոր նվիրված տոներից, սա եզակի տոն է, որ սրբոց տոն է, բայց տոնվում է Կիրակի օրը, որովհետև Եղիա մարգարեն իրապես առանձնանում է իր կերպարով եւ ընդհանուր իր անձնավորությամբ Աստվածաշնչի մեջ։ Նրա հետ կան կապված շատ գեղեցիկ պատմություններ, որոնցից ամենաազդեցիկը այդ Կարմելոս լեռան վրա այդ պայքարն է Բահաղի մարգարեների հետ։ 5 տականից գիտենք, որ Իսրայելի Աքահաբ թագավորի օրոք նրա կինը Հեզաբելը, որ Փյունիկեից է, իր հետ բերում է նաև իր կուռքերը եւ ստիպում է ժողովրդին, որպեսզի սկսեն երկրպագել նրանց ու հովանավորում է նրա 700-ից ավել մարգարեներից եւ Սուրբ Գիրքը ասում է, որ այդ մարգարեները օգտվում էին թագուհու սեղանից, այսինքն վայելում էին նրա անմիջական աջակցությունը։ Եվ միայն Եղիան է համարձակություն ունենում գնալ թագավորի մոտ, որը եւ ընդունում էր հրեական կրոնը եւ միևնույն ժամանակ չէր մերժում իր կնոջ բերած կուռքերին եւ մի տեսակ կրոնական խառնաշփոթություն էր ստեղծում իր պետության մեջ եւ հանդիմանում է նրան ասելով, որ քո արարքների պատճառով 3 տարի անձրև չպիտի տեղա։
թագավորը լուրջ չի ընդունում, սակայն աստիճանաբար, երբ որ սկսում է արդեն երաշտը եւ սով է սկսում երկրում, նոր հասկանում են, որ Եղիայի ասածը ճիշտ էր։ Սակայն փոխանակ զղջալու իրենց արածների համար եւ զգալու, որ դա Աստծո պատգամն էր Եղիայի միջոցով, հակառակը չարանում են Աստծո հանդեպ եւ Եղիայի հանդեպ եւ սկսում են փնտրել նրան, որպեսզի կորստյան մատնեն։ Իսկ Եղիան հեռանում է մի ամայի վայր եւ այնտեղ մնում է 3 տարի, սնվելով Աստծո կողմից, Աստծո հրամանով, ագռավների միջոցով բերված հացով եւ խմելով այդ տարածքի եղած աղբյուրից, որը երբ որ ցամաքում է, արդեն Եղիան գնում է Սարեփթա քաղաք եւ հյուրընկալում մի այրի կնոջ մոտ, որի մոտ վերջին սնունդը մնալով այնուհանդերձ պահանջում է նրան, որ իր համար հաց թխի։ Եվ աղոթելով հրաշքով այդ կնոջ ամաններից չի պակասում հացը եւ ձեթը։ Այնուհետև նաեւ հարություն է տալիս այդ կնոջ մեռած տղային։ Շատ հետաքրքրական է Եղիայի կերպարը, որովհետև Աստվածաշնչի մեջ առաջին հարության դեպքը տեղի է ունենում հենց նրա աղոթքով։ Եվ այստեղից մենք միանգամից տեսնում ենք նախադեպը կապված Քրիստոսի հարության հետ։ Բայց միայն սրանով չէ Եղիան նախանշում Աստծո բերած փրկությունը։ Կռվելով այդ կուրքերի դեմ եւ երկնքից կրակ իջեցնելով, Եղիան հաստատում է, որ Աստված միակ Տերն է եւ չկան այլ կուրքեր։ Այդ լեռը, որ Կարմելոս էր կոչվում, Կարմել նշանակում էր այդ Փյունիկիայի էլ աստվածության հնձանը կամ խաղողի այգին։ Իսկ հրեաները պաշտում էին այդ աստվածության որդիներին, Վահաղին եւ նրա քրոջը Աստարոթին, որոնց նվիրված կառուցել էին ամոթալի արձաններ եւ ինչպես նաեւ տրվել էին իրենց ցանկություններին, համարելով, որ դա Աստծո կամքն էր։ Եվ սա էր հենց ընդհանուր հեթանոս աստվածների կամ չաստվածների առանձնահատկությունը, որ նրանք ունեին իրենց նվիրված ծեսեր, զոհագործություններ, բայց որևէ բարոյական սխրանք ու բարոյականություն չէին պահանջում իրենց հավատացյալներից, ինչը շատ հաճելի էր մեղավոր կյանքը նախընտրող մարդկանց համար։ Հավատալ մի Աստծո, որը քեզ տալիս է բարոյական սանձարձակություն գործելու լայն հնարավորություններ։ Այսօր էլ այդ գայթակղությունը մեզանում չի վերացել եւ մենք էլ հաճախ փնտրում ենք այնպիսի աստվածներ, որը մեզ կտա հեշտ փրկություն։ Սակայն Եղիան, որի անունը նշանակում է Տերն է Աստվածը, կարողանում է իր համառությամբ եւ հավատքով ապացուցել, որ իրական Աստված չի ընդունում բարոյական սանձարձակություն եւ իրական Աստծո մեջ է կայանում կյանքը։ Մյուս կարևոր դրվագը, որ կապված է Եղիայի հետ, կայանում է նրանում, որ երբ նա մեկ անգամ աղոթքի կանգնած ժամանակ խնդրում է, որ Աստված իրեն նշան ցույց տա եւ իր ձայնը լսի, ամպրոպ է լինում, կայծակ է լինում եւ ասում է, որ Եղիան փնտրեց Աստծուն ամպրոմի մեջ եւ չգտավ նրան, փնտրեց կայծակի մեջ եւ չգտավ նրան, եւ լսում է Աստծո ձայնը Զեփյուրի մեջ, հանդարտ Զեփյուրի մեջ։ Սա էլ գալիս է մեզ հիշեցնելու, որ Աստված բացի արդարադատ եւ պատժող լինելուց նաեւ ողորմած եւ գթառատ Աստված է, ինչը լիարժեք արդեն արտահայտվում է Քրիստոսի անմռուչ հառաչանքների եւ բերած փրկagorցության մեջ։ Եվ ամենավերջում գիտենք, որ Եղիան այն եզակի մարդկանցից է Ենովքի եւ Աստվածամոր հետ, որ մարմնապես համբարձվեց երկինք հրեղեն կարգով։ Ու նաեւ պայծառակերպության դրվագի ժամանակ եկավ Քրիստոսի չարչարանքների ու փրկagorցության մասին նրա հետ եւ Մովսեսի հետ ինչ որ մի խորհրդավոր քննարկում ունենալու։ Հետևաբար տեսնում ենք, որ Եղիան անմիջական մասնակցություն ունի հենց մեր քրիստոնեական փրկagorցության մեջ։ Ուստի նրան նվիրել ենք Կիրակնորյա տոնակատարություն եւ մշտապես հայցում ենք նրա բարեխոսությունը, հատկապես մեր հավատքի տկարության ժամանակ, որպեսզի լինենք հաստատուն եւ անվրդով մեր հավատքի մեջ։ Սա է այսօրվա խորհուրդը եւ պատգամը, որ յուրաքանչյուրիս տալիս է Սուրբ Եղիա մարգարեն, որ նախանձախնդիր լինենք Աստծո արդարության համար եւ չվախենանք որևէ հալածանքից, իշխանությունից եւ զորությունից, երբ որ մեզ վիճակված է պայքարելու մեր սրբությունների եւ արժեքների համար։
Խնդրենք Աստծուց, որ Եղիա մարգարեի բարեխոսությունը լինի մեզ համար, մեր ազգի համար եւ մեր հավատքը գնալով նմանվի այդ զորությանը, որ իրապես կարող է Աստծուն երկնքից իջեցնել եւ կատարել այնպիսի հրաշքներ, որոնք պետք է վերափոխեն մեր կյանքը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Սուրբ Հոգու հաղորդությունը, Հայր Աստծո սերը եւ Եղիա մարգարեի բարեխոսությունը լինեն ամենքիս հետ այժմ եւ հավիտյանս ամեն։